Ինչքանով է այնպես համար ընդունելի եւ նաեւ այսօր այստեղ կարծում եմ ընդունելի է եւ նաեւ Հայաստանը նշենք, որ Հայաստանի գերատեսչություններից տարբեր գերատեսչություններից ներկայացել են եռաբլուր, սակայն կարծես թե խուսափել են Արցախի կանչի կոթողի առջև ծաղիկներ խոնարհել։ Անկեղծ ասած չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրներ երևի բարդույթներ է։ Իրականում այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի նման օր ընդհանրապես մեր պատմությունը մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև։ Նրանք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրենք եւ գոյատևենք։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին, իսկ մնացածը, չգիտեմ, այսօր այն օրը չի, որ պետքա այլ գնահատականներ տանք։ Կարծում եմ պետքա նենց անենք, որպեսզի եռաբլուրը ստեղ եւ առհասարակ մեր հանրապետությունում նոր զոհեր չլինեն եւ մենք կարողանանք ապրել եւ գոյատևել, զարգանալ խաղաղ եւ անվտանգ հայրենիքում։ Շնորհակալություն բոլորին։ Նաև պարոն Վանեցյան, Դավոսում կայացած համաժողովի ժամանակ հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին։ Կխնդրեմ նշեք ձեր գնահատականը, ինչի համար շնորհակալություն հայտնել եռաբլուրի, հայաթափված Արցախի զոհերի, ինչի համար, ձեզ համար, դուք ինչպես եք։ Դուք ձեր հարցի ձևակերպման մեջ արդեն ամեն ինչ ասացիք։ Գիտեք, անհասկանալի է այս մարդկանց, միգուցե մարդել պետք չի իրենց ասել, պահվածքը եւ մոտեցումը, անկեղծ։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, բայց հուսով եմ, որ առաջիկայում այդ ամբողջը կշտկվի։ Լավ եղեք։ Պարոն Վանեցյան, եթե կարելի այլ հարց։ Արաշ որտեղ ենք ասում ձևի փախչում ես։ Ինչ են անում Եկել ենք խոնարհվենք մեր նահատակների առջև եւ սա միայն այս օրը չի, սա եւս մեկ օր է, որ առիթ է մենք կանք այստեղ եւ մեր պարտ կտանք մեր նահատակված տղաներին։ Պարոն Սարգսյան, օրերս Արցախից 10 քաղաքացի դիմեցին, որպեսզի տեղափոխվեն Հայաստան եւ նրանց տեղափոխումը ապահովվեց։ Ձեզ համար հասկանալի է, ինչու այսքան ժամանակից անց միանգամից 10 հայ արցախցի որոշեց տեղափոխվել Հայաստան եւ ըստ արցախցիների կողմից շրջանառվող տեղեկության այդ քաղաքացիներից որևէ մեկը չի դիմել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ կարող եք հայտնել այս արդյունքը։ Այս տեղեկությունը ընդհանրապես չունեմ, քանի որ այստեղ չէի, նոր եմ եկել, հանրապետությունից դուրս էի։ Այս ընթացքում, որ եկել եք տեղյակ եք եղել նորությանը, հետաքրքրվել եք, ինչու միանգամից այս տեղափոխման հարցը նրանց մոտ ծագեց։ Չեմ հասցրել ճիշտն ասած։ Նաեւ ինչպես եք սա գնահատում, բայց Համարում վերադարձը։ Նորմալ եմ գնահատում, որ բոլորը 23 թվականին որոշում են կայացնել տեղահանվեն, դուրս գան, բռնի տեղահանվեն եւ նորմալ եմ գնահատում, որ այդ 10 հոգին էլ եկել են Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Ինչքան էլ ձեզ համար տհաճ հնչվի, այնուամենայնիվ կային կարծիքը, որ դուք տեղյակ եք ինչպես գերեվարվեցի մեր Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը։ Ձեր վերջնական կարծիքը ո՞րն է։ Վերջին ժամանակ, վերջին անգամ երբ եք նրանց տեսել։ Ի վերջո այս մեղադրանքները փարատելու համար դուք ինչ ունեք ասելու, որ չեք ասում։ Ես միշտ ասել եմ եւ բազմիցս ասել եմ, անընդհատ այդ հարցը տալիս եք, ես պատասխանում եմ, նորից նույն հարցը տալիս եք։ Անընդհատ ձեր անունն է նշում դրա համար։ Բա ես խոսացել եմ, չի ասել եմ, չէ, դրա մասին խոսացել եմ, որ իրենց տեսել եմ վերջի օրը իմ դուրս գալու, ոչ բոլորին։
տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այնուհետև ես ճանապարհվեցի դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հետո իմացա, որ գերեվարվել է։ Այսքանը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որ չի բացահայտում, չի խոսում դրա մասին, անընդհատ նույն հարցը տալիս եք, նույն պատասխանը տալիս եմ ձեզ։ Նաև Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի վեհաժողովի ժամանակ Ադրբեջանին կոչ արվեց, որպեսզի ազատ արձակեն բոլոր հայ գերիներին։ Դուք ինչքանով եք այն իրատեսական համարում, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում։ Ես գնահատական չեմ կարող տալ, բայց ես էլ կողմնակից եմ եւ ես էլ կոչ եմ անում համայն աշխարհին, որպեսզի մեր հայ գերիները օր առաջ գան իրենց տուն Հայաստանի Հանրապետություն։ Եվս մեկ հարց, քանի որ ձեր նախաձեռնությամբ Եղրաբլուրում կանգնեցվեց եւ պարոն Վանեցյանի օժանդակությամբ կանգնեցվեց Արցախի կոթողը, Արցախի կանչի կոթողը, այսօր Հայաստանի տարբեր գերատեսչություններից մարդիկ այցելեցին այստեղ, պաշտոնյաներ այցելեցին, բայց կարծես թե խուսափեցին այնտեղ ծաղիկներ խոնարհելու։ Ձեր գնահատականը խնդրեմ։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալի, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է եւ այս տղաները, բոլոր նահատակված տղաները 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։